Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարզ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվել են Օրաձևի աշխարհի իրականությունից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակված համայնքապետերը ինչպես էին ձեր գծի մեջ այսպես ասած, օրինակ Արուշ Արուշյանյանը, որը ժամանակի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ՔՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, հա, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իրեն մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշա հենց իր համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ աշխատանքային։ Չէ, նկատի ունեմ, որ ասում եք ինչու է։ Մենք միասին քննարկել ենք եւ ասել ենք, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պիտի ժողովուրդը Ես վստահ եմ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Պարոն Ղուկասյան, քանի որ Ոչ միայն Արուշ Արուշյանը, կրթվել են Օրաձևի հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, այս համախմբել բառը օգտագործեմ, հա, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ Տեխնոլոգիա չկա, այդ ճիշտն ասած անվանումը դրա աշխատանքն է։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի է ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ, ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է, Բարդն է, եթե մենք պետք է մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաեւ ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետեւ դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը, հետեւաբար նաեւ շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ եկեք անվանենք դիմադրողականություն։